Ռաքելը ընդամենը 8 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ ստիպված թողեց հայրենի Յոզղատը և բռնեց աքսորի երկար ու մահաբեր ճանապարհը։ Նրա մանկությունն ընդհատվեց մի ակնթարթում, փոխարինվելով սարսափով, կորստով ու գոյատևման պայքարով։ Նա հրաշքով փրկվեց, պարտական լինելով մի պոլսեցի հայ դերձակի, մի հույն աղախնի և նաև իր գեղեցկությանը, որը հաճախ դառնում էր թե վտանգ, թե փրկություն։ 1916 թվականին Տիգրանակերտից պոլիս եկող Ռեշիդ Բեյը իր հետ բերում է ավելի քան 50 հայ դեռատի աղջիկների, նրանց բաժանելու թուրք ծանոթներին։ Այդ աղջիկներից ամենագեղեցիկ երկուսին առանձնացնում են։ Մեկին նա պահում է իր տանը, մյուսին ուղարկում կնոջ ծնողների մոտ։ Ռաքելը հենց այդ ընտրվածներից մեկն էր։ Ռեշիդ Բեյը սովորական մարդ չէր, նա մոլեռանդ, իթիհատական բժիշկ էր, ով հայերի նկատմամբ ատելությունը փորձում էր արդարացնել գիտական ձևակերպումներով, նրանց կոչելով վտանգավոր մանրեներ։ Նրա դաժանությունը սահման չուներ, նա առաջիններից էր, որ սկսեց խոշտանգել հայ գաղթականներին, նրանց ոտքերը պայտելով և անգամ խաչելություն կիրառելով, ծաղրելով քրիստոնեական սրբությունները։ Այդպիսի անձին հետագայում անգամ հայրենասեր կոչեցին, մինչդեռ հայերի, հույների ու ասորիների համար նա մնաց Դիարբեքիրի մսագործ։ Ռաքելի փրկությունը սկսվեց Սրբուհի անունով մի դերձակուհուց, որը հաճախ էր լինում Ռեշիդի տանը։ Տեսնելով աղջկա վիճակը, նա հարմար պահի էր սպասում նրան ազատելու համար։ Այդ պահը գալիս է 1918 թվականի զինադադարից հետո, երբ Ռեշիդը ձերբակալվում է և նրա կինը տեղափոխվում է ծնողների տուն։ Մի օր, երբ կինը գնում է ամուսնուն տեսակցության, Սրբուհին բռնում է Ռաքելի ձեռքը և փախչում։ Նրանք փրկվում են։ Սրբուհին աղջկան ապաստան է տալիս, խնամելով նրան ինչպես հարազատի։ Ռաքելի առաջին ցանկությունը ազատությունից հետո խաչ կրելն էր։ Նա ուզում էր գնալ եկեղեցի և աղոթել, կարծես փորձելով մաքրել իր հոգուց այն ամենը, ինչ ապրել էր, բայց անցյալը չէր թողնում նրան։ Նրա հիշողություններում միշտ կենդանի էր այն օրը, երբ ընտանիքը դուրս եկավ աքսորի ճանապարհին։ Հայրը, Հակոբը, բաժանվեց նրանցից, մյուս տղամարդկանց հետ տանվելով դեպի անհայտություն։ Մայրը, եղբայրը Վահանը և երկու քույրերը՝ Լուսնթագն ու փոքրիկ Ռամիլան, շարունակեցին ճանապարհը մինչև Կելեր Տերեսի կոչվող սարսափելի վայր։ Այնտեղ կատարվեց անասելի դաժանություն։ Տղաներին առանձնացրեցին, նրանց թվում նաև Վահանին։ Շուտով փոքրիկ աղջիկներին ստիպեցին գնալ դիակների մոտ և մաքրել նրանց դեմքերը, գտնելու իրենց եղբոր մարմինը։ Այդ փորձություններից հետո սարսափը միայն խորացավ։ Մայրերի գրկից վերցրին մանկահասակ երեխաներին և նրանց գետը նետեցին հենց մայրերի աչքի առաջ։ Հետո սպանեցին նաև մայրերին և նույնիսկ դրանով չսահմանափակվեցին։ Սպանված կանանց մարմինները կենդանի աղջիկների հետ միասին գլորեցին բլրից ներքև։ Ռաքելը հրաշքով կենդանի մնաց, բայց կորցրեց գրեթե ամեն ինչ։ Ավազակները գտան կենդանի մնացածներին և տարան իրենց տները։ Ռաքելը ձեռքից ձեռք անցնելով վերջապես մենակ մնաց, կորցնելով նաև քրոջը։ Ի վերջո նա հայտնվեց Ռեշիդի տանը, որպես նրա ընտրված աղջիկներից մեկը։ Սակայն ճակատագիրը նրան երկրորդ հնարավորություն տվեց Սրբուհու միջոցով։ Տարիներ անց Սրբուհին նրան նշանեց մի ազնիվ ընտանիքի որդու հետ։ Ռաքելը դեռ շատ երիտասարդ էր, բայց արդեն կյանքից ծանր դասեր էր ստացել։ Քեմալական ջարդերի վտանգը մոտենում էր, և նրանք ստիպված էին տեղափոխվել Ռումինիա, այնտեղ շարունակելու իրենց կյանքը։ Այս ամենից հետո Ռաքելը ընտրեց ապրել որպես ազատ մարդ, իր անունը կապելով ազատության գաղափարի հետ։ Նրա համար ազատություն բառը պարզապես գաղափար չէր, այլ ապրած, վերապրած ու փրկված կյանքի իմաստ։